24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանը։ Բարև ձեզ, պարոն Խաչատրյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Խոսենք շատ քննարկված երեք Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի հայտարարություններից, նա ձեր նախկին թիմակիցն է, բայց խոսում է խաղաղության մասին, Թրամփի ուղու մասին, մասնավորապես այն իրավիճակի մասին, որ այսօր հաստատվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ նա երկու անգամ շնորհակալություն հայտնեց Ալիևին եւ ասում է, որ այս ամենի նպատակը խաղաղ ապրելն է, քաղաքական տարբեր շարժառիթներ էին օգտագործվում, որ հետաձգվի խաղաղությունը եւ 30 տարվա բանակցությունները արդյունք չեն ունեցել, բայց հիմա երկու երկրի ղեկավար երբ կամք են ունենում, ապա ընդհանուր հարցերի շուրջ կարողանում են համաձայնության գալ եւ վերջապես խաղաղություն է հաստատում, հավերժ ճշնամիներ չեն կարող լինել։ Նա երբ խոսում էր, անընդհատ հավասարություններ դնում, թե սահմանների փակման հետ կապված, թե այն, որ ինչ-որ շարժառիթներով անընդհատ պատերազմ է բորբոքվել եւ խաղաղություն չի հաստատվել, այս դիրքորոշումները որքանով է ընկալելի ձեզ համար։ Երկու միտք կար այդտեղ ընկալելի, որ իհարկե պարտադիր խաղաղություն հաստատվի։ Այո, հավերժ ճշտամի լավ չի լինել։ Եվ որ ճշտամանքը այդ ճանապարհ չի գոյատևելու, հա, քո հարևան պետության հետ կողք կողքի հարևանի դրկից թե չպետք է գնաս, այդ պատերազմը ճշտամանքը ավելացնելու, բանանելու, բայց այնքան տարօրինակ է, գիտեք, այս վերջի մի քանի տարվա մեջ ուղղակի ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել։ Հիմա տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել է Ադրբեջանին ու պարտադրել է այդ խաղաղությունը, այդ տոնայնությունը այդպիսին է։ Եթե մարդ չիմանա, թե ինչ է կատարվել 3 տարի առաջ Հայաստանում, Ղարաբաղում, կամ 5 տարի առաջ, հա, ինչ է կատարվել, կմտածի, որ այս եկավ ուժով մտավ, պարտադրեց այդ խաղաղությունը ու հիմա հետամուտ է լինում, այսինքն ավելին հայ ու ադրբեջանցի ժողովուրդները խաղաղություն չէին ուզում, բայց այս Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը այդպես բան արեցին ու պարտադրեցին այս երկու ռազմատենչ ժողովուրդներին, հա, մայրերին, երեխաներին, հա, բան պարտադրեցին խաղաղ ապրելու մի հատ ծրագիր։ Բայց մենք իրավունք չունենք, ես հիմա եթերում ուզում եմ նորից հայտարարեմ, անկախ նրանից նախընտրական տարին, նախընտրական չի, առավել եւս որ նախընտրականով, առավել եւս մեր տուն արյուն, հա, այդ կրակ պատերազմի, այդ դժբախտություն, այդ բանը մեր տուն մցրած քաղաքական ուժին պիտի գնանք ու ջնջենք, որովհետև այս ցինիզմի համար, հա, որովհետև իրանք տարել են երկիրը պատերազմի, իրանք մերժել են խաղաղությունը, իրանք մեր երեխեքին տարել են կրակի բերան, հա, տարել են եռաբլուր հազարներով ու հիմա եկել են խաղաղությունից են խոսում։ Ու շնորհակալություն են հայտնում Ալիևին, որ մեր երեխեքի արյան գնով մեզ պարտադրել է խաղաղություն, որ մեր հայրենիքը կորցնելու գնով մեզ բերե պարտադրել են խաղաղություն։ Ես գոնե այդ խաղաղությունը հիմա կարողանում ենք ստեղծել, չի շարունակվում պատերազմը։ Այդ խաղաղությունից իրավունք չունեն խոսալ այդ քաղաքական ոհմակը, հազար ներողություն մեր հեռուստադիտողից այդ բառի համար։ Այդ մի հատ ոհմակ է, որ մեր ազգին բերել է ուրեմն տառապանք, բերել է հազարավոր որդիների կորուստ։ Ու այդ խաղաղություն չէ, այդ պարտությունն է, ու այդ պարտության հետևանքն է այդ խաղաղություն կոչվածը, հա։ Այս խաղաղություն չի, այս նվաստացված բան է։ Հիմա 45 թվականին Գերմանիային ոնց որ մի հատ նայեք, ոնց որ ասեն Հիտլերը խաղաղություն բերեց գերմանացի ժողովրդին, որովհետև 45 թվականից մինչև այսօր Գերմանիան պատերազմների մեջ չկա։ Գեցե Հիտլերը, որտեղ Հիտլերի շնորհիվ Գերմանիայում հաստատվեց հարատև խաղաղություն։ Այդ ավերակներով, այդ բանով, այդ խաղաղություն չէ, պարտադրված այդ բանը, անվերապահ կապիտուլյացիա է։ Հələ այն դեպքում կանգնեց այդ կապիտուլյացիան իր բոլոր հետևանք, մեր դեպքով շարունակական մի հատ կապիտուլյացիա է։ Բայց իրենք այդպես չեն կարծում, ասում են, որ սա խաղաղություն է հաստատվել, մենք այսպես իրավիճակ չենք ունեցել, օրինակ Վահագն Խաչատրյանն ասում է, մենք առավոտ զարթնում ենք եւ չգիտենք կրակոց կլինի, չի լինի, իսկ հիմա խաղաղությունը իրողություն է։ Այ դրա համար եմ ասում, որ առավոտ, գիշեր, ցերեկ, ընթրիքի ժամին, նախաճաշի ժամին մեր մտավորականները, ովքեր բարոյականություն, մեր լրագրողները, լրատվամիջոցները պիտի անընդհատ հիշեցնեն, որ իրանք խաղաղության կուսակցություն չեն,
իրենք պատերազմ բերած կուսակցություն են եւ իրավունք չունեն խաղաղությունից խոսելու։ Մարդասպանը եկել է խոսում է բարոյակ մարդասիրությունից։ Բայց ամեն դեպքում հիմա իրենք խաղաղություն են ուզում հաստատել եւ երբ որ դուք քննադատում եք մեկնաբանվում է այնպես որ պատերազմ եք դուք ուրեմն ուզում մտածում եք որ պետք է գնաք Արցախը հետ բերեք։ Հիմա անդրադառնանք այդ հարցին։ Ես մենակ մեր անունությամբ խոսելու։ Միայն մեր անունից։ 98 թվականին մեր քաղաքական ուժը հրաժարական է տվել, որովհետև առաջարկել է իրատեսական, իրական, արժանապատիվ խաղաղության ծրագիր եւ մնացած բոլոր քաղաքական ուժերը մերժել են այդ ծրագիրը։ Ինչի է եւ սպառնացել են ծանր հետևանքներով, ինչի արդյունքում մեր քաղաքական ուժը հրաժարվել է երկրի կառավարումից։ 2008 թվականին, երբ որ այս քաղաքական ուժը հայտ է ներկայացրել նորից քաղաքականություն վերադառնալու ակտիվ, իր ծրագրի մեջ գլխավոր օրակարգերից մեկը եղել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը, ընդ որում առանց փոփոխության, բաների, այդ նախկին գաղափարների, փոխզիջումների հիման վրա գալ, ուրեմն եւ հաստատել հարատև եւ արժանապատիվ խաղաղություն։ Նույն ծրագիրը մեր քաղաքական թիմը դրել է 12 թվականի ընտրությունների իր մեծ քաղաքական ծրագրի մեջ, այդ 100 քայլ կոչված տնտեսական, կրթական, ռեֆորմիստական եւ այլ ծրագրի կարևոր բաղկացուցիչներ խաղաղության ուրեմն հասնելու այդ անհրաժեշտությունը, նորից փոխզիջումների հիման վրա, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, բանակցվող փաստաթղթերի տրամաբանությանը համահունչ։ Գանք 17 թվական, միակ քաղաքական ուժն է եղել, այս Նիկոլ, չգիտեմ, եւ այլն, ում գիտեք, ում դրական եք վերաբերվում, բացասական եք միակ քաղաքական ուժն է եղել, որը իր ծրագրի մեկ դրույթով է մասնակցել ընտրություններին։ Հաշտություն, ուրեմն բարիդրացիություն, խաղաղություն, այս բանով ենք, այս լոզունգով։ Եվ ուրիշ բանի մասին չենք խոսել ենք բացառապես խաղաղության մասին։ Դրա անհրաժեշտության մասին։ Դե հենց մեղադրում են նաև, ասում են հենց այդ ժամանակ պետք է այդ հարցը լուծվեր, երբ որ մենք հաղթած էինք։ Որպեսզի կոնֆլիկտը չերկարաձգվեր։ Ով է մեղադրում։ Իշխանությունից են մեղադրում։ Իշխանությունից թող չմեղադրեն, թող գնային կոնֆլիկտը լուծեին։ Այնքան ներձգձգվել, Ադրբեջանը ուժեղացել էր, այլևս հավասարը չէին, հաղթած ժամանակ պետք է լուծեին։ Ստերը տևեցին մինչև այն պահը, երբ որ Նիկոլ Փաշինյանը ստիպված էր բացահայտել 19 թվականին իր սեղանին դրված պլանը։ Այդ պլանով մենք ընկնում ենք արժանապատիվ խաղաղություն, ունենում ենք հաստատված միջազգային երաշխիքներով հաստատված խաղաղություն, ունենում ենք հայկական Արցախ բավականին տեսանելի ստատուսով, անկախության բոլոր ատրիբուտներով եւ ունենում ենք պաշտպանված Հայաստանի Հանրապետության սահմաններ։ Այնպես որ թող գնան ում ուզում դուք պարտավոր եք որպես լրատվամիջոց օրը 3 անգամ հիշեցնել մեր ժողովրդին, որ այսօր խաղաղությունից խոսացողները դրանք մեր երկիր, մեր տուն պատերազմ բերած մարդիկ են եւ դրանք իրավունք չունեն խաղաղությունից խոսելու մանավանդ այս տեսակ ցինիկ տեքստերով։ Ալիևը եւս շնորհակալություն հայտնելով Ալիևին։ Ալիևը եւս խոսում է խաղաղությունից, բավականին փոխվել է նրա հեռադորաբանությունը, ինչով է դա պայմանավորում, որովհետև ընդամենը օրեր, շաբաթներ առաջ այլ բան էր խոսում, հիմա միանգամից փոխվել է, ասում է խաղաղությունը հաստատվել է, կրկնում է Փաշինյանի ասածը, որ մենք պետք է սովորենք խաղաղ միջավայրում ապրել, խոսում է նրա մասին, որ Թուրքիան է սահմանները կբացի, ասում է, տեսեք, ես միջանցք եմ տվել, ապրանքներ է գալիս Հայաստան, ապրանքներ էլ արդեն Ադրբեջանի տարածքով կգան միանգամից կբացվի ճանապարհները։ Այն որ հիմա ապրանք է գալիս, ճանապարհը բացվել, ես չեմ համարում։ Իշ տարածքով որ գալիս է։ Թույլ է տալիս որ տարածքով։ Ես չեմ համարում, որ ճանապարհները բացվել է։ Բայց ենթադրենք իրենց, այդ հեռադորաբանության, որ ապրանք է գալիս։ Միայն նրա համար, որ այսօր ապրանք է գալիս, եւ միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը 19 թվին մերժել է այդ հնարավորությունը, ապրանքները գալու առանց զոհերի, ինքը sense չէ կձևակերպեր,
կլներ նույն իրավիճակը ճանապարհները կբացվեն, մի տարբերությամբ մենք չենք տա 5000 զոհ եւ չենք կորցնի Արցախը։ Միայն այդ դրա համար այս քաղաքական ուժին պիտի մեր ժողովուրդը մերժի։ Այս քաղաքական ուժը ինքը իրան պիտի մերժեր նախ, ինքնամերժում պիտի լիներ։ Այդ բարոյական բանի խնդիրը քաղաքականության մեջ մարդիկ կան ասում են բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, ես կարծում եմ, որ ամենաքաղաքական կատեգորիաներից մեկը բարոյականությունն է, մյուսը տրամաբանությունն է։ Այս բարոյականության ու տրամադրության եւ այս փաստերի, համատեքստում մենք պիտի հասկանանք, թե ինչի են այսօր Ալիևին շնորհակալություն հայտնում։ Երբ որ Ալիևն էր պատրաստ մեր շնորհակալություն հայտնել, եթե մենք գնայինք փոխզիջումային ճանապարհով խաղաղության հաստատման։ Այնպես որ թե ինչ են ասում, շարունակական կլինի, թե ոչ, հնարավոր համարում եք սահմանները բացվի։ Պատասխանեցի, կներեք, պատասխանեմ, ինչի Ալիևը փոխել։ Այո։ Մենք տեսել ենք, չէ՞, քանի անգամ է փոխել։ 100 անգամ դեռ կփոխի։ Այսօր փոխելա, այսպես բանա, որովհետև էլի տրամաբանության բանի մեջ իսկ Նիկոլ Փաշինյանից ավելի ձեռնտու Հայաստանի Հանրապետության ղեկավար պետք կարա լինի Ալիևին։ Իհարկե չի կարող։ Եվ դրա համար այսօր Ալիևը նպաստում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ստեղծած խաղաղությունը դառնա պրոդուկտ, որը կարողանա վաճառել մեր ժողովրդին։ Ուր է այդ խաղաղությունը։ Եթե Ալիևը այդքան մտածում է այդ խաղաղության մասին, ուր է այդ ստորագրված փաստաթուղթը, որից մենք հասկանանք, որ մենք շահեցինք այս խաղաղությունից։ Իհարկե խաղաղությունից շահում ենք։ Գինը հասկանանք խաղաղության, վերջնական գինը հասկանանք։ Որովհետև Դրասում սահմանադրությունը պիտի փոխեք նոր։ Դե հիմա այդ դրանից հետո էլ կասի ազգանունները պիտի փոխեք, հետո նոր։ Հիմա հասկացանք, չէ՞ որ մենք շանտաժիստի ու շանտաժի տակ կզած, կողմերի մասին ենք խոսում։ Կներեք այդ բառի համար, ուզում եի բան ավելի գունավոր լիներ, Այդ կզած վիճակում նա թելադրում է իր կամքը, բա ուր է այդ խաղաղությունը։ Բա այդ գործընկերների հարաբերությունը, այդ ով բան կանի, այտենց գործընկեր կուզենա ազատ ընտրության պայմաններում։ Դրա համար այսօր Ալիևը խաղում է խաղաղություն։ Կվերարտադրվի Նիկոլ Փաշինյանը, կստանա փոփոխված սահմանադրություն, 300,000 ադրբեջանցիների վերադարձ, գուցեև ինքնավարություն ՀՀ-ի կազմում։ Ընդ որում ես անգամ պատկերացնում եմ ցինիկ տեքստերով կասի, ես պատրաստ եմ Արցախում Լեռնային Ղարաբաղում նմանատիպ ինքնավարություն հայերին տան, որտեղ էլ հայ չկա ու երբեք չի գնալու։ Այնպես որ Եթե նրան թույլ տան, ասում են նրան թույլ չեն տա։ Ով։ Դե օրինակ Թրամփը թույլ չի տա, Ռուսաստանը թույլ չի տա, այնպես չի որ Ալիևը ինչ ասի կարող է անել։ Մենք պիտի ավելի բանի մեջ նայենք, էլի գլոբալ բանի պես։ Դե եթե թույլ չէր տալու ինչի համար, Ֆրանսիան 2 օր առաջ բան եղավ, մեր բարեկամ երկիրը մեզ չեմ ուզում ավելի շատ այն բաների մասին։ Այսօր աշխարհում իսկապես չի գործում այն հին աշխարհը չկա։ Ինչ է նշանակում թույլ կտա։ Այդ ես համաձայն եմ, որ աշխարհը լուր մի հատ բան ուներ, կոնսենսուս ուներ Արցախում տեղի ունեցող պատերազմի օրերին։ Բայց հիմա այդ աշխարհը ցանկացած բայի կարող են այդ լուր կոնսենսուսը ունենալ։ Այն մի պետությունը մտնում է այն մեկի նախագահին է տանում, այն մի պետությունը մտել է այն մյուս պետության կեսնա գրավել, օրեկան ավեր ու բանաբերում։ Հիմա այս աշխարհի մեջ պիտի տեղավորվեն։ Հիմա Փաշինյանը եթե հարմար է բոլորին, այս դեպքում ինչ հավանականություն կա, որ իշխանափոխություն կլինի։ Բայց նայեք, ախր ընտրություններով միշտ կապում այդ բաների հետ մեր կապ չունի այդ ամեն ինչը։ Իհարկե, եթե հիմա տեսեք անհնար է Փաշինյանին պահել իշխանության, եթե ինքը հավաքում է 200,000 ձայն, իսկ օրինակ մեկ այլ քաղաքական ուժ հավաքում է 350,000 ձայն։ Հաշվի կնստեն, կարծում եք, այդ ձայների հետ։ Միանշանակ։ Իհարկե։ Այդ որ պետությունն է մտնելու մյուս պետության մեջ իր ուզած մարդուն ասի, չէ, ձեր ընտրությունները դուք հաշվել եք 200,000 ձայնը հավաք է, բայց ես ուզում եմ, որ ինքը լինի բան։ Այդտենց չի այդ բանը արվում։ Մենք չմեղադրեն ինձ այլ պետության ներքին գործերի մեջ բան անելու համար, բայց ես ազատ քաղաքացի եմ, ես իրավունք ունեմ կարծիք հայտնելու։ Մենք տեսանք Մոլդովայում ինչ եղավ։ Այդ ուրիշ բան է, որ այդ տեխնոլոգիաները
Հավանաբար որևէ կենտրոն կուզենա աշխատացնել, բայց մեր ժողովուրդը եթե այդ կամքը ունեցավ, հա, այդ մերժելու այս իշխանության, այդ ինչ պիտի անի այդ իշխանությունը։ Կարծում Իհարկե եք ատամներով ընտրություններով կարճելու հնարավոր է իշխանափոխություն։ Իհարկե ատամներով, իհարկե ընտրություններով կարելի է, իհարկե հետընտրական գործընթացով կարելի է։ Եթե Դե հետ կգնան ընտրականը արդեն շատ ուշ չէ լինում։ Եթե կգնան կեղծիքների ընտրողի քվեն գողանալու, մենք միշտ ունեցել Դե ենք ասում են այդ արևմուտքը հետևական, աշկ կփակի այս դեպքում։ բայց արևմուտքը Չէ՞ որ գումարներ է տալիս թող հիբրիդային աշկերը փակի, պատերազմի թող քնի համար։ արևմուտքը, իհարկե արևմուտքը մեր ժողովրդին էլ, հա, մենք տեսել ենք, չէ, ոչ վաղ անցյալում, թե ոնց կարողացան մի հրաշալի պետություն ու հրաշալի ժողովուրդ դարձնել իրենց բաների, ցանկությունների եւ նպատակների համար մատաղացու։ Արևմուտքի համար ինչ կա։ Այդ մի հատ փոքր Հայաստանում ինչա կամ գերտերությունների համար ինչ ենք այդ բան։ Դրա համար մենք պարտավոր ենք այդ քվեով որոշելու։ Կամ քվեն չլինելու դեպքում մեր քաղաքական կամքով եւ գործողություններով, բայց եղել է 18 թվականին, չէ՞ այդ։ Ոչ մի բան չեղավ, ոչ մեկի քթից այրում չեկավ։ Այն մի իշխանությունը տեսավ փողոցում կանգնած բազմահազարանոց հայ ժողովրդին եւ նրա ճշմարտացի պահանջ եւ հրաժարական տվեց, որովհետեւ գիտեք Հայաստանում մեր նման երկրներում, եթե փողոց դուրս է եկել 100-120 հազար մարդ, պետք է քաղաքական լուծում, ուրեմն կա քաղաքական ճգնաժամ եւ պետք է գնալ Բայց այս քաղաքական լուծումների։ ընթացքում չենք տեսել, որ այդքան մարդ դուրս գա։ Դե 18-ին տեսել ենք։ Բագրատ Սրբազանի ժամանակ դուրս եկան բավականին շատ մարդիկ։ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ հավաքվել էր այնպիսի քրիտիկական զանգված, որը կարող էր քաղաքական ճգնաժամ հաղթահարել, ձևավորել նոր իշխանություն, նոր կառավարություն։ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ այդ բանին, ինչ ասեմ, այդ մթնոլորտին պակասեց քաղաքական ծրագիրը։ Եվ այն որ չկար քաղաքական կոնտենտ այդ շարժման մեջ, մենք արդեն կանխորոշում ենք, որ մարող շարժում է լինել, որտեղ այդ շարժումների համար պարտադիր է շարժում, կուսակցություն, չգիտեմ, հիմա ինչեր են ասում, քաղաքական շարժում, միավորում, այդ որ կուսակցություն չեն, բայց անուն ունեն։ Դրանց մի մասը չունի այդ քաղաքական կոնտենտը։ Այս կարևոր բան է, որ առաջիկա 6 ամս Հիմա արդեն անհավանական եք համարում, որ փողոցային պայքարով իշխանափոխություն լինի։ Չէ, հենց այդ եմ ասում եմ, որ հնարավոր է։ Կարճ չի ժամանակը մինչև ընտրություններ։ Կարճ չի, երբեք կարճ չի։ Ապրիլին սկսվեց, մայիսին վերջացավ, չէ։ Հա, Երևան քաղաքում երբ էր, մարտին սկսեց, ապրիլին վերջացավ։ Մի ամիս չի տևել քաղաքական։ Լինում է, որ ավելի երկարատև լինում։ Ես իհարկե կարծում եմ, որ 18 թվականի հեղափոխությանը պիտի մենք նայենք նախորդած ամբողջ ժամանակահատվածը, երբ անդիմությունը սկսած 12-13 թվականներից այնքան բերեց այդ իշխանության որակը բացեց, որ ժողովրդի մոտ այլևս կասկած չկար, որ վատն է իշխանությունը։ Իհարկե ժողովուրդը չէր ուզում ավելի վատ իշխանություն բերեր, հա։ Կոռումպացված պրոֆեսիոնալներին հանեցինք, տեղը բերեցինք հետագայում կոռումպացվող տգետների։ Չունեինք այդ ակնկալը։ Հիմա կոռումպացվել են նրանք։ Իհարկե։ Հիմա այս պարգևավճարներն ասում են նրա մասին, որ մենք կոռումպացված չենք, որովհետև եթե մենք կոռուպցիայի մեջ լինեինք, մենք շատ գումարներ կաշխատեինք, բայց քանի որ մենք աշխատավարձով ենք ապրում, այդ աշխատավարձը մեզ չի բավականացնում եւ դրա համար 9 միլիոնի չափ պարգևավճար ենք ստացել։ Ամենաշատը մինչև 9։ Իմ համար միշտ այդ բանն է եղել։ Դատավորի աշխատավարձը բարձրացնենք, որ կաշառք չվերցնի։ Այսինքն մենք գիտենք ինքը կաշառք է վերցնում, փոխհատուցում ենք, ասում ենք բյուջեից տանք այդ կաշառքը, դու Արմեն Խաչատրյանից մի վերցրի այդ կաշառքը։ Կոռուպցիայի հետ գործ ունենք։ Հիմա դա իսկապես ասում եմ, քանի որ այս падգամավորները, նախարարները բան, որպեսզի չգողանան բյուջեից, եկեք օրինական բյուջեից փող տանք։ Շվեյցարիայում, եթե չեմ սխալվում, կա օրինական կաշառք հասկացություն, իրավական եզրույթը օրենքի բանով, հա։ Հիմա ինչ գնում ենք օրինական կաշառքի, օրինական թալանի ենք գնում։ Ինձ մի բան է հետաքրքրում։ Երկրի վարչապետը պետության գլխավոր ամբիոնից հայտարարում է, որ թոշակառուի ձեռը 10,000 դրամ փող ավել տանք, ինչ անի։ Չի կարող ինքը ծախսի։
Հիմա մյուս օրը թոշակառուն իմացել է, որ նախարարին տվել են 8 միլիոն դրամ կամ ավել, չգիտեմ։ Ասում են մինչև 9 միլիոն, պես 6 միլիոն, 7 միլիոն։ Դե փոխնախարարների եւս գումարներ։ Դոլարով 10,000, 20,000 դոլար պարգևավճար են տվել այդ բաներին, հա, պետական чиновникներին։ Էս եթե թալան չի։ Իսկ թալանը կոռուպցիա է։ Հա, եթե թալան չի, եթե կոռուպցիա չի, ասեք թե սա ինչ է։ Կամ ինձ ապացուցեք, օրինակ, հա, մեզ թող ապացուցեն, որ այդ համապատասխան պաշտոնյաների 1 տարվա գործունեության արդյունքում այն թոշակառուն, որ 10,000 դրամ պետք չի տալ, իր կյանքը էականորեն լավացել է։ Հա, տրանսպորտի, չգիտեմ, կա այդպես նախարար, չկա հիմա, բայց տրանսպորտի այդ պատասխանատուի բաների աշխատանքային գործունեության արդյունքում Երևան քաղաքում կամ Հայաստանի մարզերի այդ տրանսպորտային բանի վիճակը լավացել է։ Բերեք, մտցրեք աշկաս երկուսն։ Հիմա այսինքն տրամաբանությունը ո՞րն էր, Փաշինյանը ինչու այդքան շռայլություն թույլ տվեց։ Նախընտրական տարի է, թիմին պետքա լավ փողոտել։ Այս շնորհակալությունն է, բա գիտեք, բայց ինչ պիտի անի թիմը, կամ ինչ չէր անելու, եթե չփողոտեին։ Գիտեք, ինչ է, դուք կհիշեք 17 թվականի ընտրությունների ժամանակ ընտրակաշառքը ոնց էին տալի։ Մեզ դե մենք ընդդիմադիր ճամբարում էինք, այդ ժամանակ էլ խորհրդարանական կուսակցություն էինք, մինչև 17 թվական, դե այդ ինֆորմացիան գալիս էր։ Ասում եմ մտնում են տուն, ասում են 4 հոգի եք, ձեզ բերել են 40,000 դրամ, օրինակ։ Ասենք, եթե ընտրողն ասում էր, ինձ պետք չի, ես ձեզ եմ ընտրելու, ասում էր, այս փողը վերցրա, հետո մենք կասենք դու ես ընտրել, այսինքն անգամ փողից հրաժարվելու։ Բայց դա բարձր է, չէ՞ որ Փաշինյանի թիմակիցն է, Փաշինյանն էլ ընտրելու են։ Այդ նույն բանն է։ Գիտեք, երբ որ մենք այն շատ մի հատ կներեք այդ օրինակը բերելու համար, ասում է, այս երբ որ ինձ 1000 ներողություն, ասում է, այդ նույնն է, երբ որ մտնում ես մեկին բռնաբարում ես, բռնի ուժով տիրանում ես, բայց վերջում որոշում ես ինչ-որ գումար տաս իրան, ամեն դեպքում, հա։ Այս նույն բանն է, այս Փաշինյանը բռնաբարել է այս երկիրը։ Հիմա ինքը որոշել է իր թիմին այդ գործողությունից հետո պարգևավճար տալ։ Այդ թիմը չի հասկանում, որ 19 թվին իրենց իշխանությունը կարող էր պատերազմը կանխել։ Բերեք 10-ից 9 առանձին խոսացրեք, շատ լավ ասելու է, ես իհարկե հասկանում եմ, որ մենք կարող ենք դե եթե այդպես հակասություններ ունեն Փաշինյանի հետ, կարող են հեռանալ։ Չեն կարող հեռանալ։ Բայց հեռանալ։ գումարները, բայց շքեղ կյանքը։ Դե հիմա մամուլում դուք ինձանից լավ գիտեք, ամեն օր այդ բաները կա, չէ՞, այս падգամավորը 17 թվին էս ուներ, 25 թվին էս ունի, այս նախարարը 17-ին էս ուներ, 25-ին էս ունի։ Ես չմտնեմ այդ մանրամասների մեջ, որտեղ դուք ինձանից լավ գիտեք այդ բաները։ Բա եկե հասել են դրան, բա ոնց թողեն գնան։ Բայց ուրիշ բան էլ կա։ Հետո ինչ որ հասկանում են, իրանք կրում են, չէ՞, այդ պատասխանատվությունը։ Հանցագործությունների մեծ մասը դիտավորյալ նախապես պլանավորած կազմակերպած է։ Վտանգ տեսնում եք, որ իսկապես ինչ որ մի օր պատասխանատվության կարող են ենթարկվել։ Գիտեք, միշտ ես չեմ եղել իշխանության մեջ, բայց միշտ լսել եմ, որ ասում է իշխանության մեջ կտրվում ես այդ իրականությունից ու սկսում ես իրականությունը չհասկանալ։ Ես չգիտեմ, անկեղծ եմ ասում, այդ հոգեկան կամ հոգեբանական ինչ վիճակ է։ Ես հիշում եմ օրինակ Շարմազանովը, որ հայտարարում էր սրանից հետո դեռ չգիտեմ քանի տարի իշխանությունը Մելիք Ադամյանով անցնում։ Դրանից մի քանի ամիս հետո Մելիք Ադամյանը դարձավ ընդդիմադիր կուսակցության գրասենյակ։ Ես չգիտեմ այդ ինչ հոգեբանական վիճակ է այդ իշխանավորների մոտ, որոնք մոռանում են, որ իրանք սովորական մահկանացու են եւ ցանկացած պահի կարող են վերածվել օրինակ կամ ընդդիմադիրի կամ ընդհանրապես, հա, իրենց օրինակ անօրինական գործողությունների համար պատիժ կրելու գնան։ Հիմա դուք ինչ աշխատանքներ եք տանում ընտրություններից առաջ, տեղեկություն եղավ, որ հանդիպել եք Հայ հեղափոխական դաշնակցությանը, ինչ պայմանավորվածություններ կան։ Մենք միայն Հայ հեղափոխական դաշնակցությանը չենք հանդիպել, հանդիպում ենք բազմաթիվ քաղաքական ուժերի, շարժումների, գործիչների, անհատների, ներկայացնում ենք մեր
մեր հայտը, ընտրական հայտը, ծրագրային հիմնադրույթները, մենք իհարկե էլի կարծում ենք, որ լավ կլիներ, եթե շատ մեծ կոնսոլիդացիա լիներ ընդդիմության դաշտում, բայց միաժամանակ նորից հրապարակային հայտարարել ենք, թե որ ուժերի հետ կբացառենք ընտրական, բաները, այդ դաշինքները ընտրական ընտրությունների համատեքստում։ Իսկ հեղափոխական դաշնակցության հետ դաշինքով հանդես կգաք։ Այդ Որովհետև իրենք խոսեցին, որ դաշինքով են պատկերացնում։ Մեր հետ։ Չէ, ընդհանուր ասացին, այո։ Անուններ չեն տվել։ Մենք էլ ենք ասում, որ նախընտրելի կլիներ դաշինքը կամ մի հատ լայն բևեռ, որ իր առջև մի խնդիր կդներ իշխանության փոփոխության խնդիր։ Բայց այս պահին մենք դաշնակցության հետ համագործակցելու որևէ հեռանկար դեռևս չենք տեսնում եւ ցանկության առումով էլ կարծեք թե այդ հայտարարությունն եղել է, որ չունենք այդ ցանկությունը, այսինքն Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ նրանց սատարող։ Այդ դեպքում ում հետ եք տեսնում արտախորհրդանական որ ուժերի հետ։ Հիմա բան չանենք, չդետալացնենք, որտեղ կամ առասարակ բոլորը խոսում են, բայց մենք չենք տեսնում այդ գործողությունները։ Որովհետև հələ դեռ ընտրություններին 6 ամիս կա։ Ճիշտ է, արդեն մի շարք ուժեր ընդհանուր մինչև վարչապետի, ինչպես մենք վարչապետի տեխնացուին ենք մեր առաջադրել, բայց ես կարծում եմ, որ այսեն երբ որ արդեն կերևա ովքեր են լինելու, այդ հիմնական ֆիգուրները, այդ ավելի առարկայական բանակցություններ կգնա արդեն այս փուլում, կամ սրան հաջորդող փուլում։ Մի քանի ճակատով կարծում եք պետք է հանդես գան դիմությունը։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդը այս փաստի մասին իմանար։ Ասել եմ, էլի կասեմ, չեմ հոգնի։ Նիկոլ Փաշինյանը վերջի 4 խոշոր տեղական ընտրություններում, որին մասնակցել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, հավաքել է մեր ընտրողների ցուցակի 10%-ի չափ քվ, ուղիղ այդքան։ 8-ից 11-12%։ Այսինքն մեր Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը այդքան է։ Ընդ որում, որտեղ որ ընդդիմությունը ունեցել է բան, կոնսոլիդացիա, ունեցել է ուժեղ տեխնացու, այդտեղ պարտվել է Փաշինյանը։ Գյումրիում պարտվեց Փաշինյանը, չկարողացավ հավաքել անհրաժեշտ ձայներ, Փարաքյարում պարտվեց, այն մի տեղը որն էր։ Մի խոսքով 4 ընտրություն, Երևանում 9%-ով կարողացավ, տեսեք, Երևանի ու Վաղաշապատի տարբերությունը Գյումրի ու Փարաքարի հետ։ Երևանում չեղավ կոնսոլիդացիա, չքաղաքականացվեցին ընտրությունները եւ ստացվեց, որ Երևանում քաղաքացիական պայմանագիրը կարողացավ 9% ընդամենը քվեով հասնել։ Բայց հիմա իրենք վստահ են, որ 50-ից ավել ձայն են ստանալու։ Ալեն Սիմոնյանը վերջերս ասաց։ Ես կարծում եմ 50-ից ավել կստանան, 70-100 ձայն։ Բայց 50%-ից ավել։ Բայց տոկոս երազեն։ Բայց մի դեպքում, եթե մեր ընդդիմությունը կարողանա գոնե 2-3 ուժեղ բևեռներ կառուցել, այդ դեպքում կերազեն ուղղակի։ Իրանք չունեն հեղինակությունը ժողովրդի։ Դե իրենք է կարող են կոալիցիաներ կազմել։ Կան այդ ուժերը, որոնք ում հետ իրենք կարող են։ Հետաքրքիր բան ասեմ։ Այս Facebook-յան մեր էջերը հիմա դե ակտիվացել են արդեն, աշխատում ենք այդ բանի վրա, արդեն ընտրական տրամաբանության մեջ։ Ուրեմն, ասենք 100 նիկոլական կոմենտից 80-85-ը կարող են մտնել ստուգել, ֆեյքեր են, գոյություն չունեցող, իրական գոյություն չունեցող մարդիկ։ Նույն նախադասությունները անկախ են բանից, կոնտեքստից։ Մտնում է սրատակ գրում, հետո copy-paste անում են մեկի տակ, այն մեկի տակ, այն մեկի տակ։ Դուք պատկերացնում եք 18 կամ 19 թվականին մեկը մտներ Նիկոլ Փաշինյանին քննադատական մի բան գրել, ինչ կկատարվեր իր հետ։ Հիմա իրանց հույսը այդ ֆեյքերն են։ Այստեղ պետք է ենթադրենք, որ իրանք նաև ֆեյք քվեների վրա են հույսը դրել։ Այ դրա համար է պետք ուժեղ ընդդիմադիր
թեկուզ ասում եմ էլի, եթե ոչ մի հատ մեծ բան շարժում, բայց գոնե 2-3 բևեռներ ընդդիմադիր, որպեսզի հնարավորություն չտանք fake ձայներով բաներ նկարեն։ Իսկ իրենք ունեն այդպիսի ուժեր, որոնց հետ կարող են կոալիցիաներ կազմել։ Այսինքն այդպիսի ուժեր մենք գիտենք, որ կան, բայց արդյոք նրանք այդքան ձայն կարող են ապահովել։ Ընդդիմություն նկատի ունենք, իշխանությունը այդ իմ ասած 10%-ը։ Նա հանրապետություն կուսակցությունը։ Այդ իմ ասած 10%-ի մեջ է։ Մեր ժողովրդի Արման Բաբաջանյանի կուսակցությունը։ կան կուսակցություններ, բայց արդյոք նրանք ունեն այդքան ձայներ։ Իհարկե չունեն։ Հիմա այդքան այդ բաները, այդ սոցիոլոգիական հարցումների մեջ ամեն դեպքում որոշակի ճշմարտություն կա։ Մենք այդ պատկերը տեսնում ենք։ Իհարկե այդ պատկերը հիմա այն շրջանում ենք, որ ամեն օր կարող է փոխվել, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, թե որ ուժերն են, որոնք եղանակ կարող են ստեղծել։ Այնպես որ ես չեմ կարծում, ես ուղղակի վստահ եմ, որ այս ընտրություններին այն ուժերը, ովքեր որ միշտ իրենց ասելիքը ասել են, լավն է, վատն է, բայց միշտ ունեցել են այդ սկզբունքային ասելիքը, այդ ուժերը գնահատվելու են։ Այնպես որ դեռ շատ բան է փոխվելու, դեռ բանակցություններ են գնալու, դեռ այդ միավորումներ գուցե կլինեն, կուժեղանան, ամենակարևոր բանը, որ մեր ժողովրդի այն 60%-անոց այն զանգվածը, որը ինչ-ինչ պատճառներով պասիվացված է ընտրական գործընթացներից, այդ 60%-ին պետք է բերել քվեարկության։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ։ Զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։